Բարև Բագրատ, Ողջույն։ Նորից հերթական ոդկասթ ենք նկարում։ Սա ամանորյա մեր թողարկումն է։ Դեկտեմբերի 31-ին ենք թողարկելու եւ մեր տարվա վերջին ոդկասթն է։ Այսօր փորձենք նաեւ շաբաթվա եւ տարվա իրադարձությունները ամփոփել։ Լավ առիթ է ու ոնց որ ամփոփելու, վերաիմաստավորելու, դասեր քաղելու, հետևություններ անելու, տենց հրաշալի հնարավորություն է ու փորձենք մի քիչ ավելի իհարկե չենք կարող առանց նեգատիվի այդ ամեն ինչը անենք եւ առանց ծանր քաղաքականի, բայց կաշխատենք բայց խաղը խոսենք հետաքրքիր թեմաներից։ Համեմենք հումորով եւ քաղաքական սատիրայով։ Ինչից բայց նախ խնդրենք, քանի որ նկատում ենք, որ մեր հետևորդների քանակը ավելանում է, դիտումներն էլ են ավելանում, երևի խնդրենք, որ Էլ ավելի լավանալու համար բաժանորդագրվեք CVKM-ի YouTube-յան ալիքին, հավանեք տեսանյութը, մեկնաբանություններ գրեք, մենք կարդում ենք, այդ կարդալուց տեսակ այնքան գրեցիք, որտեղ պարոն Ալեքսանյանի եւ պարոն Ռուբինյանի ոդկասթը նրանք ժամանակ գտան եւ ոդկասթ ձայնագրեցին, նաեւ շատ բայց միևնույնն է առաջին հերթին մերը նայեք, հետո նոր իրանցը։ Դա ցանկալի է։ Իրանց դիտումները առանց էլ շատ ակոն աջակցեք։ Դե ամեն դեպքում մերը հաստատ բացմի թողեք։ Հա, բոլոր ոդկասթերը CVKM-ով բացմի թողեք, նաև 4 հանրապետության ոդկասթը բաց թողեք։ Սպորտ անենք մեր բոլոր ոդկասթները եւ նաև մի մոռացեք, որ սա ոդկաստ է, հարցազրույց չի, նաև մեկնաբանություն նկատել եք, որ գրել եք, որ ես շատ եմ ընդհատում աջ հատվածում այո հաղորդավարը նախ հաղորդավար չի, մենք զրուցում ենք բան հաղորդավար չկա, բայց նախորդը ես մի քիչ շատ էի ընդհատում։ Դե էմոցիոնալ թեմա էր Գյումրիի հետ կապված, հայրենի քաղաքի հետ կապված, լոկալ նացիոնալիզմը թարթնացել էր եւ բայց ես քեզ սիրում եմ այնպեսին ինչպեսին դու կաս։ Շնորհակալ եմ։ Քեֆից սկսենք մեր։ Հա, ընտիր քեֆեր ասա։ Հա, տենց ես մասնակցել էի նման միջոցառումների, բայց սա կարող եմ ասել, որ առանձնանում էր իր անկեղծությամբ, տրամադրությամբ ու հենց այդ խաղաղությունը նույնիսկ քեֆում էր երևում, հանգստությունը։ Հա, որովհետև մեծ հաշվով ոնց ասեմ, այդ vibe կոչեցյալը, այդ լարվածությունը չկար, անմիջականություն էր ու ընդհանրապես էլի նույն այդ հարվածային գործիքների կատարումը վարչապետի կատարմամբ, այդ երգը վարչապետի խոսքերի հիմամբ ընդհանրապես այդ որ գնաս այդ կգամ է ինչը որ հանրությունը տեսել է Instagram-ով, Facebook-ով եւ այլ հարթակներով դա իհարկե սեփական աչքերով տեսնելուց լրիվ ուրիշ զգացողություն է, բայց իհարկե դա էլ հնարավոր չէր չքաղաքականացնել, չքննադատել, չպիտակավորել բայց այդ պիտակավորելն է պետքա բան ունենա իմաստ կոնե ունենա, որովհետև նույնը չէ, այնցնին որ կոնե 5 րոպեում չճաժախի, կոնե 2 կյանք ունենա։ 5 րոպե էլ չէ, մի քանի վայրկյանում ամենաառաջինը ինչ որ ես հիմա հիշում եմ, որ այդ աբսուրդի գագաթնակետներ, որ հարվածային գործիքների համար նախատեսված այդ իզոլյատոր կոչեցյալը, ապակին, որը իզոլացնում է ապակելը չի պլաստմասա, թե տենց ինչ որ մատերիալ է ներկայացել են որպես ինչ-որ բրոնե պատապակի, որով վարչապետը պաշտպանվում է սեփական թիմակիցներից։ Հա, պաշտպանվում է սեփական թիմակիցներից, բայց ասենք 10 րոպե առաջ նստած հասել սեփական թիմակիցների հետ ապարում էր բեմին երկիշների հետ խոնարհվեց, ողջունեց եւ շփվում էր, բարևում էր, կանգնած էր, խոսում էր, բարձրացնում։ Մի խոսքով դրանց մի քանի ժամ առաջ քաղաքական ժողովին էր նստած հենց հարվածային գործիքների մոտ այդ ռիսկը նկատեցին եւ չես ուզում մեկնաբանես, բայց չես առաջ մեկնաբանես, որովհետեւ որ չես մեկնաբանում արդեն ստացվում։ Չէ, բայց նայ, ես նաեւ կոմենտ էի գրել Տիգրան Քոչյանի ստատուսի տակ, այն Տիգրան Քոչյան չէր։ Այդ օրինքն ես տեսել եմ ձևիստների ինչ որ մի ձևիստներից մեկի Տիգրան Քոչյանով աշտոկձեկա։ Հա, Տիգրան Քոչյանն էր։ Կարող չգիտեմ, հա։ Իրա մոտել եմ կոմենտը, չգիտեմ ինձ դրանից դա բլոկել է թե չէ, ասում եմ, եթե դուք այս մտածողության եք, այս խելքին եք, ու շատ լավ է մեր համար։ Դե նորություն չէր, որ իրանք այդ մտածողության են, ուղղակի իրանք Չէ, բայց լուրջ այդ մտածողության են, թե
Թե այտենց մարդ մյուսներին են դրել խորը անասունի տեղ։ Իրանց ավելի հասու լեզվով ասենք, если начал позориться, не останавливайся, позорься до конца։ Ես ուղղակի ուզում եմ հասկանալ իրենց ասած խորը անասունն են, թե մյուսներին են դրել խորը անասունի տեղ։ Իմ կարծիքով իրանք ուղղակի ավելի շատ արդեն սպառվել են ոչ թե ես չեմ ասում էլի որ չնի որ ԿՊ կանոնակարգը խախտում է մեթիկայի ես իրեն վարացի ցիտում եմ հա բայց այստեղ ավելի շատ ես տեսնում եմ որ խնդիրը նրանում է որ իրանք ուղղակի այլևս օրակարգ չունեն ու իրանք որ հենց լավին էին զարթնացնում թե ինչ էին անում այդ ժամանակվանից որ իրանք վերադարձան ԱԺ իրանց օրակարգով որ մենք ենք օրակարգ թելադրողը Հայաստանում եւ այլն եւ այդպես շարունակ իրանց այդ եղած չեղած օրակարգը սպառել վերջացրել են իրանք հեսա տարվա ամփոփման ընթացքում դրան է կանդրադառնանք իհարկե բայց սպառել է իրանք շնչառական ապարատով են շնչում շնչառական ապարատով շնչում են ու այդ օրակարգը որ ասում են մենք ենք օրակարգ թելադրողը բայց Իշխան Սաղաթելյանը իրանց ճիշտը սա է ինչն է ճիշտ հակադարձում են ընդհանրապես իրենց ոչ թե հետևից տենց հակադարձելու բանի հա բայց այն մասանը որ ասում էր որ նո մասաբար մի քիչ սխալ է իհարկե բայց այն մարդիկ ովքեր որ ասում էին որ ինչ քեֆ են անում ինչ են անում Իշխան Սաղաթելյանը ասաց հայնասիրական քեֆ էր հասկանում ես դրոշ ունեին իրենք հա դրոշ վառելով քեֆ էր բայց նաև քննադատվեց ուր որ գնաց հետդ կգամ երկը որ ռաբիզի տակ են բայց սրանք ռաբիզի տակ են պարում բայց կներեք ով չի պարում խնդրում եմ չէ բայց բացի դրանից ասում են բանը parեք, բայց տենց որ դուք այդ մի երկը տենց հետո հանրահարճակում եք, ինչ որ ռոպագանդա եք անում ռաբիզի։ Ինչի, հա, բայց ռաբիզի ռոպագանդան ո՞րն է, հիմա եթե մենք դիպը որ չանենք տենց բան է, էլի, սա բանը կոմիտաս են լսում, մենք էլ դա էլ այնքան տափակ խոսակցություն է, որ ռոպագանդա անհնար է ռոպագանդանես, եթե դա քեզ դուր չի գալիս, դա դու երբեք չես լսելու։ Ես օրինակ, չգիտեմ, խորը ռաբիզ չես լսի։ Շատ մուղամ։ Բոլորի անունները գիտեմ, ալո եւ այլն ուզբեկ, հիմա ռոպագանդում ես։ Հա, դե հիմա ռոպագանդում եմ, բայց հիմա եթե ես այդ ցենզուրային սարսափելի դեմ եմ, որտեվ ես լսում եմ այտենց ծանր մետալից, Iron Maiden-ից սկսած, ինչեւ չգիտեմ, ռաբիզը կարամ լսեմ։ Դե իհարկե մտնոլորտն է տրամադրում ռաբիզ լսելուն, դժվար մեքենայի մեջ օրինակ վայելից լսեմ կամ տունը ինչ որ սես նստեմ ասեմ մի հատ տենց վայել ինչ որ մի հատ տենց կալկալոց բայց իմ հարսանիքին օրինակ տենց ռաբիզ հնչել է միանշանակ բայց ինչ որ տենց բան է եղել ինչ որ չափի ռաբիզ կարմիր գծեր են քաշված եղել հա ռաբիզ չի եղել հա տենց թրեշ ռաբիզ չի եղել էլի այսինքն չգիտեմ սա օրինակ Արամ Ասատրյան թաթա այդ իրանք դե հա դե թաթայի վերաբերյալ էլ չէ որ հա բայց թաթային էլ էին չէ որ Գյումրի համերգի ժամանակ Գյումրի Երևանի ժամանակ բայց եկեք չմոռանանք որ եթե մեր բնակչությունը սիրում է ուրեմն մենք պետքա դա ընդունենք գիտություն մեր դուրը դա գա չգա եթե դա սպառող ունի այդ երաժշտությունը հիմա իհարկե հաղորդաշարը մեր վերածվեց մի քիչ երաժշտական քրիտիկայի կենտրոնի բայց նորմալ է դա օքեյ է որովհետև ցանկացած երաժշտություն ունի իր սպառողը ես հիմա օրինակ դու ծանր մետալ լսում ես հա բայց նայած երգ իմ մոտ ընդհանրապես ոճային սահմանափակում չկա իմ մոտ երգերի սահմանափակում մելոման ես ես քեզ քարոզում եմ այսօր անցկացնես երեկոն մեգադեթ լսելով օքեյ բայց կգնամ ռաբիզ բանը մաքրելու հանեմ մի խոսքով բայց դե ինչ ասեմ իրանց թող իրանց բանն էլ սրանով սահմանափակվի կրեատիվը սրանով սահմանափակվի ու կարծում սահմանափակվել է լա բայց զգացել ես որ մի հատ ստատուս էլ է եկել որ այդ մարդիկ պրոցիվ են մտել եթե երթևեկության կանոնների թարս են մտել երթևեկությանը մտածում են որ դեմից է կոնեն են թարս sense հայոյանքներ հաթաթափաման մինչև խաչմերուկը դուրս կան նկարվեն ակտը կա հասկանան որ թարս էին մտել հիմա իրանք թարս են մտել մտածում են որ քթել են ԿՊ-ի բան ռաբիզը բան կանիլի քննադատել բան բայց իրանք թարս են մտել հա մեկ էլ գիտես ինչներ տենց շատ հետաքրքիր որ գտել էին այսքան որ վարչապետը հարվածային գործիքների վրա էր նվագում բայց ո՞նց էր սովորել ես գիտես խեմ ասում ժամանակ ֆենոմենալ Նիկոլ հա
ասենք օրինակ ես հաստատ այդ քանք զբաղվածության մեջ նորից ունես չէ, չեն կարող ասեն բանը։ Այդ թողելա պետական գործերը գնացելա բանա թմբուկ նվագելա սովոր ինչքան պարապապամը չեն կարող գիտենք։ Տեսնում ենք որ ժամը 6:30-ից ասենք սաղ են տեսնում որ 6:30-ից գալիս է մինչև կամ Գերմանիայից գնում է Մոսկվա, Մոսկվայից գնում է Եսիմուր, այնտեղից գալիս է մեկը նայում ես կառավարության նիստա վայր, նիստից գալիս է կուսակցության ժողովի ու տենց։ Ես մի 5 շաբթի էր ինքը առավոտ եկել էր ԱԺ ինչ որ զեկույցի հետ Արվոտի մանուս որ ինքը այցունի Գերմանիայում եկուն նայում կուսակցության ժողովի կառավարության նիստի էր գնացել, հետո վերադարձել էր ազգային ժողով, հետո երեկոյան մենք կուսակցության նախաձեռնող նիստ էինք ունեցել, արդեն ուշ գիշերը մեկնել էր, չեմ հիշում որտեղ, բայց մեկնել էր, ես էի արդեն դե քնած sense նստած։ Իրա հետևից գնացող մարդիկ հյուծվում են։ Լուրջ եմ ասում, իրա հետևից ընդ որում հերթափոխով աշխատող մարդիկ, բայց ինքը այդ ընթացքում հասցրել է բան թմբուկ նվագել սովորի։ Հա, բայց ի՞նչն էր ամենա այտենց ու ես որ տեմից նայ, մտածում եի որ բան է։ Այտենց այնքան որ այդ տակտիկ այդ մի հատ է խփում, բայց որ չէ նորմալ մյուսներն էլ այտենց ու նորմալ չոտկի նվագում։ Հա, վերջում այտենց կոդա եթե չեմ սխալվում, երաժշտականելով էդ էլ արեց, բայց ամենաբաներն էր որ հիշել էին որ 2017 թվականին Կարեն Կարապետյանը լավ արե բայց հիմա всё Ringo Starr-ին զանգենք Beatles-ի ասենք գիտես էլ դու չնվագես որովհետև Կարեն Կարապետյանն էլա հա ինչ անենք նվագելա հիմա չէ նա իրանք ուզում էին նենց ներկայացնեն որ յանի բանա copy paste կամ կրկնօրինակում է տենց ինչ որ բայց ակնհայտ էր որ այդ պահը չի չէ ինչ գրել բնական ստացվել է թմբուկն է կարող է սաքսոֆոնը ստացվել հա բայց սա ես կողքին եմ անդադար նկատել ես արձագանք չես տալիս այդպես շատ բնական է եթե դու բան չես անում դրանով ինչ որ բան չես ակնարկում կարաս ուղղակի արդեն բանը կորցնում եմ հասկանում ես ինչ որ թեմա եմ անցել չի կարելի մտածում ես չի կարելի մազը խոսալ թե անցնենք ուրիշ թեմա չէ դե ոնց տեսնում ես քանի որ ռեակցիա չեմ տալիս ես դու իհարկե գյումրեցի ես եւ դու ավելի համառ ես քո բնավորությամբ բայց ես կփորձեմ բան անել ես էլ համառ գտնվեի բայց հենց այդ հարցը որ օրինակ վերջերս երիտասարդական կառույցը падգամավորների հետ մեր քաղաքացիական պայմանագիր խմբակցության ֆուտբոլ ենք խաղացել, ֆուտզալ ենք խաղացել։ Հա, ես տեսա նախանձվեցի, մյուս անգամ եթե չկանչի չգիտեմ։ Ինձ երիտասարդների մեջ կգցեք, կգամ, ոչինչ, տարիքս կկեղծեմ։ Ես բան անելով իմ պաշտոնեական դիրքից կչարաշահեմ որպես ԵԿԽ-ի անդամ եւ քեզ կներառեմ մեր կազմում, բայց հենց այդ է հարցը որ ժամանակին գիտեմ որ նույն նախաձեռնությունը եղել է հանրապետական կուսակցության կողմից մենք կամ երիտասարդական կառույց ունեն իրանք մենք ունենք հիմա կամ կուսակցություն ունի հեկ մենք բերեք չունենանք ջուրել են խմե ասեմ ավելին ես այդ կապակցությամբ ջուր կխմեմ հա քանի ջուր ես խմում բեր թեման փոխենք ինձ թվում է արդեն փակեցինք այս թեման ու կանք շաբաթվա ամփոփումներով վերադառնանք տարվա ամփոփում Սարգիս Կարապետյանը Նարեկ Կարապետյանի որդին է Նարեկ Կարապետյանը չէ Նարեկ Կարապետյանի ներողություն Սամվել Կարապետյանի Տաշի Սամոյի որդին Ռուսաստանցի բիզնեսմեն այո եւ պարզ է դառնում որ Սարգիս Կարապետյանը ինչ որ հիմնադրամ ունի եւ նոր է հիմնվել չգիտեմ երբ է հիմնադրել բայց եկող տարի 2026 թվականի ընթացքում 100 ուսանողի ուսման վարձ է փոխհատուցելու հիմա նայի կուսակցությունների մասին օրենքով կուսակցությունները եւ նրանց հետ աֆիլացված անձիկ հիմնադրամները, բարեգործական հիմնադրամները եւ այլն իրավունք ունեն քարոզարշավի ընթացքում որը բարեգործությամբ զբաղվել։ Հիմա իրենք ամբողջ տարին զբաղվելու են բարեգործությամբ։ Եվ հայտարարել են որ մասնակցելու են ընտրություններին։ Բացի այն որ իրենք կուսակցություն չեն ստեղծել, հիմա հունվարից հետո են ստեղծելու։ Այդ ընթացքում էլ իրենց այդ աֆիլացված ընկերությունները բարեգործությամբ են զբաղվելու։ Սա արդյոք ընտրախախտում չի եւ բացի այդ Նարեկ Կարապետյանը հիշում ես որ վարչապետի մոտ Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքային խորհրդակցության էին եւ Ռոմանոս Պետրոսյանը զեկուցում էր հետի հետ կապված բաներ ու Նարեկ Կարապետյանը որոշել էր այդպես 3 մասով արձագանքեր։ Այդ 3 մասի արձագանքների վերջում ասում էր այ փողերի լվացումը այնտեղ է որ ԿՊ-ին լրագրողները բարձել են որ մարդիկ են նվիրատվություններ արել որոնք օրենքի խախտումներ են եղել բայց չէր ասում պարոն Կարապետյանը չէր ասում որ այդ օրենքի խախտումը ուղղվել է փողը ուղարկվել է պետբյուջե եւ այլն բայց հարցը ո՞րն է որ հետաքնող լրագրողները ինչու էին կարողացել
գտնել ինչ որ օրենքի խախտում ԿՊ-ի արածի մեջ, որովհետև ԿՊ-ն կուսակցությունն է ու թափանցիկ անում, ինքը քեշով չի վերցնում ծրարով ու ծրարով չի ծախսում, հա։ Դիպլոմատով ծրարը ինչ է։ Այսինքն մենք հաշվի համարով ընդունում ենք, հաշվի համարով ծախսում ենք, երևացող, այսինքն թափանցիկ օգտագործում ենք մեր միջոցներ, թափանցիկ ներգրավում ենք։ Բայց Նարեկ Կարապետյանը ինչու կուսակցություն չեն ստեղծում, որովհետև այդպիսով իրենք կարողանում են ընդհանրապես որևէ լրագրողը չի կարող իրենց ուսումնասիրել, տեսնել թե ինչ փողեր եկան, որտեղից եկան, արդյոք Ռուսաստանից չեկան, արդյոք մի հոգին 2.5 միլիոնից ավելի չարեց, որովհետև սահմանափակում կա նվիրատվության վրա, արդյոք ծախսերը թափանցիկ, արդյոք ծախսերը թափանցիկ են թե ոչ, անտանելի շատ գովազդ են միացնում, տարբեր հարթակներ, բարեգործությամբ են զբաղվում, Գյումրիում մեր ձևով իբր բան արել, իրենց ձևով տոնածառը զարդարեցին, չգիտես ինչ արեցին, հետո տենց վրան գրեցին իրանց լոգոները դրեցին, այսինքն ինչի վրա արջուկների վրա, այտենց զարդարանքների վրա իրենց ձևովն էին բան արել։ Դե այդ հիմա անում են, հետո որ հիմա ուզում եմ ասեմ, այս մարդիկ տոտալ սկսած իրենց ձևից, գրանցման ձևից, այսինքն կամավորական, ապա քաղաքական ասում է, կամավորական շարժ, ինչ մասնակցելու է ընտրություններին։ Ապա քաղաքական կամավորական շարժը դառնալու է քաղաքական կուսակցություն ու մասնակցելու է ընտրություններին, հասկանում ես։ Դե իրենց մոտ տպավորությունն է, որ իրանք ասել են մեր ձևով, այդ մեր ձևը իրանք ոնց ուզեն ինտերպրետացիա կանեն ու կասեն, դե մենք մեր ձևով որոշել ենք, որ մենք սենց ենք անում ու հետո որ ինգեներից մեկը ասում է իրանց բանը մի ասա, հանդատ մեր ձևով։ Ու պես չասենք, ձևիստներին ասենք։ Ձևիստների միանշանակ։ Այդ ձևիստերի հետ կապված ինչի են հիմա նաև իրանց ոչ դե սատելիտ ուժ ասեմ իրանց թե չէ, բայց իրանք ամեն դեպքում ինչ որ մի ուժի սատելիտ ուժեր են էլի իրանք բոլոր։ Մի ուժի ո՞ն է։ Հստակ երրորդ երկրի Big Brother-ի սատելիտներն են ու դրա համար իրանց մոտ հիմա այդ պանիկան սկսվել է, որ հեսա Մոլդովա, Ռումինիա, Ռումինիա Եվրոպայից աջակցություն ակնկալում եւ ստանում։ Հասկանում եմ, որ ինչ որ պահի ոնց որ տեղի ունեցավ այդ պետությանը դեմ արտահայտության հետևանքով ստացավ արժանի պատասխան, ինչ որ պահին իրանց այս գործունեությունը գնահատական է ստանալու համապատասխան մարմինների կողմից, ոչ թե մեր կողմից, այլ համապատասխան մարմինների կողմից, դա կլինի, չգիտեմ, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, կենտրոնական երբ որ կուսակցություն գրանցեն բարեհաճեն օրենք այդպես տրամաբանություն վերադառնան, այսինքն քաղաքականությամբ զբաղվող խումբը կուսակցություն լինի, ոչ թե ապաքաղաքական կամավորական շարժում, այդ ժամանակ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կկարողանա լիազորված կլինի, հետաքնող լրագրողները լիազորված կլինեն, նայեն թե մնում են այդ շրջանակը, լիազորված կլինեն, կանեն թե չէ, չգիտեմ, բայց կլինեն ինստումակ անողներ։ Կմետ տեսանյութ կար, ոնց որ թե էլի ձևիստների կողմից ակտիվ բան լինող, էլի ֆորս լինող, այդպես ասած։ Ինչ լինող։ Տենց տարածվող։ Հա։ Դու Gen Z բանով ես խոսում։ Այո, ես փորձում եմ այդ բանը, ամեն դեպքում մեր վերնագիրը թողեցինք պատմության գրքում, բայց որոշակի դե մենք նաև փորձում ենք մեր ոդկասթը այնպես անենք, որ նաև հետաքրքրեր այդ սերնդի ներկայացուցիչներին, դրա համար ես գնացել եմ բան հատուկ տրեյնինգներ եմ անցել եւ Եվրոպայում ես անցել այդ բաները Եվրոպայում չէ, Մոլդովայում, այդպես բանը չգիտեմ, այդպես Քիշինովին ողջուներ ուղարկենք Նավսյակի եւ Կայակալասին ինքնափողը տանում Կայակալասին Մայա Սանդուին էլ ինչ տենց իրանց համար տրիգերային բառեր գիտենք Չէ, բայց նա իրանք ինչն է հարցը, որ հենց կուսակցություն չգրանցելուց սկսած, գործարան կառուցելուց սկսած, այդ ստից սկսած, ամեն ինչը հիմնված է ստի վրա։ Եվ ընտրությունները կեղծելու տրամաբանության վրա, իրենք իրենց ձևով ընտրությունները կեղծում են։ Կուսակցություն չգրանցելով, բարեգործությամբ զբաղվելով, մարդկանց խաբելով, հիմա էլ նայ իրանք Նարեկ Կարապետյանը կամ այդ իրանց ընդհանրապես այդ թիմը փորձում էր մնալ իբր տենց կառուցողական, իբր նոր մշակույթ բերող, որ չի մտնում հայոյաբանությունների մեջ, թուրք դավաճան խոսույթի մեջ, սև ու սպիտակ տրամաբանության մեջ իբր չի մնալու, նաև ինձ խորհուրդ են տվել դանդաղ լեզարագիմ խոսում ու տենց մեկ-մեկ հիշում եմ ու ես քեզ կհիշեմ հա ասենց արան հենց բանան կամ ոդկա դա արդեն ես եթե անեմ ուրեմն իմացի ինչ որ մի բան հաստատ մի բան կա հա ու որ Նարեկ Կարապետյանը ամեն առիթը բաց չէր թողնում հայտարարելու որ պետք է մի համախմբում լինի սև ու սպիտակ տիպաժանում չլինի եւ այլն ու մեկ էլ չեն հասկանում ես իրենք դա տեխնոլոգիա են փորձում կիրառել որ մենք նոր մշակույթ համախմբում սև ու սպիտակի չբաժանել եւ այլն ու մեկ էլ այդ ընթացքում այս մարդիկ չեն դիմանում ու
մտնում են էլի հին դաշնակցական խոսույթի մեջ, թուրք դավաճան բանի մեջ, որ հեսա Նիկոլը եկավ, հողերը տալու է, Սյունիքը հանձնելու է, Հայաստանը վարիա տալու եւ այլն եւ այլն։ Կառուցողականության մասին գլխավոր հակափաստարկը այն էր, ինչ որ կատարում էր պարոն Ռուբեն Ռուբինյանի post-ի կոմենտներում, որտեղ էլ տղեն տենց էլի Սարգիսը, մեջնից ոչ ամենախելոքը։ Հա, դե տենց դեպք տեղի ունեցավ եւ այն տենց էլի Հա, բայց բանն է ուղարկեցին էլի, տենց իրանց կամավորներին ուղարկեցին, որպեսզի աջակցեր քաղաքական պատնեշին բախված երիտասարդին ու փորձեր բանաներ։ Տենց մնացածը այն կամավորներին ուղարկե որ ասում էին սիդս ոգևորվեց, երբ տեսա տենց տխմարաբանություններին կոմենտներով գրել հայերենով, բայց ես իմ միջերենից թարգմանած տենց ChatGPT-ով իրանք չէին, չէ, իրանք real fake-եր են, որտեվ իրանք հայտնվել են մի իրադարձությունների մեջ, որից որ իրանք ոչ դուրս գալու ձևը գիտեն, ոչ գիտեն խելագարվեց։ Չէ, գրողները հենց իրանք այդ թմի անդամներն էին, ես հասկացա դու մասնես, բայց այդ fake-երը չէին, որոնք որ որտեվ ին վրա fake-երին էին, բայց արդեն բան էին։ Մի քանի նոպայով պարկած են արդեն, հստակ իրանք ներկայացուցիչն անուն ազգանունով չգիտեմ, բայց իրանց այդ Facebook-ի cover-ի նկարը, իրանց այդ ձևիստների լոգոն էր անհասկանալի ու իրանք էլ հայտնվել են մի միջավայրում, որոնք որտեղից որ չեն հասկանում իրանց ոնց պահեն եւ ոնց որ կասեին Rocky սիրահարները Guns N' Roses-ի ես իմ Rocky-ս թեման շարունակեմ Welcome to the jungle սա hashtag չի եւ քաղաքականությունը ամեն մեկի խելքի բանը չի հենց որ եկեք Ես անոնսի մեջ կլինի, ես նկատեցի լրագրողական բանը աշխատեց մոտս, ես վիդեոն որ ասում էի, դες ինչ են արել, տենց քարտեզներն են տեղադրել Ադրբեջանի եւ Հայաստանի եւ ցույց են տալիս, որ իբր Արցախ Հայաստանի եւ վերջ արտահայտությունից հետո Ղարաբաղը կորավ, հետո մեկ է սկսեց բանը Սյունիքի մի հատվածը կորել, հետո Սյունիքը կորել, հետո Սևանը կորեց, ու sense մնաց մենակ երևի Շիրակն ու Լորին տենց մի հատված Արարատից բան ու տենց ասում են եթե բան լինի, ապա Նիկոլը վերընտրվի մոտավորապես տենց բան, իսկ Սամվել Կարապետյանը կգա եւ կփրկի մեզ։ Ռուսաստանից հերթական փրկիչն է Նիկոլից։ Հերթական փրկիչը, հերթական փրկիչը ինչ էր երկու կողմերին հավասարության նշան դնում ու դե պատերազմի ժամանակ իրան որ անվանում են ռուսաստանցի բիզնեսմեն, ռուսաստանցի, չգիտեմ, գործարար Թե ճիշտ են ասում ինքը չի կարա ինքը բան անել Իրան դիրքավորել է որպես ռուսաստանցի բիզնեսմեն, որը որ եկել է Հայաստանում ինչ որ իր բիզնես շահերից ելնելով, ինչ որ քաղաքական կապերից դրդված քաղաքական հրահանգներով, ասենք երբ որ 100 տարի իրան պետք էր Եթե ինքը հայաստանցի է, հա Ապա ինչու էր 44-օրյա պատերազմի ընթացքում ինքը ԵԱԿ Մինսկի խմբի կամ ՀԱՊԿ-ի նմանվող բան հայտարարություն տարածում եւ կողմերին զսպվածության հասկանում ես կողմերին Հայաստանի վրա հարձակվել են Ղարաբաղի վրա հարձակվել են այդ որ իրանք Ղարաբաղ արցախցիներին հիմա բան են անում չէ որ ասում են բան սարքենք, մի հատ առանձին թաղամաս սարքենք, բայց այն առաջի ցույցի ժամանակ ինչքան ով ու դու չէ օրինակ ուրիշ լրատվականներից ովքեր մոտիկանում էին որ չստացվի որ դու կողմնապահ ես եղել ու մոտեցել ես մենակ Ղարաբաղից տեղահանված անձանց ուրիշ լրագրողներ մոտիկանում էին զգալի մեծամասնությունը Ղարաբաղից տեղահանված մարդիկ էին ու որ հագցրել էին այդ իրանց մայկեքը ասում էին բայց խեք հակի ասում էր ցուրտեր հակել եմ Չէ, բայց նա ինչն է էլի որ մարդը հապկին նմանվող հայտարարություն անում այն ժամանակ ասում կողմերին կոչ են անում զսպվածության երբ որ Ադրբեջանը հարձակվել է Ղարաբաղի վրա ու ինքը Հայաստանին կոչ անում զսպվել հետո երկրորդ բանը այտենց մասը այդ հայտարարության այն էր որ հայերեն ու ադրբեջանցիները Ռուսաստանում չտրվեն այդ սադրանքների եւ այլն իրենց զսպային այսինքն անհանգստացած էր Ռուսաստանի ներքին կայունությամբ որովհետեւ եթե այնտեղի երկու էթնիկ խմբեր բախվեին իրար Ռուսաստանում կայունությունը կխաթարվի ինքը այսինքն ինքը մտահոգված էր ոչ թե Հայաստանով ու Ղարաբաղով այլ բանը Ռուսաստանի այսինքն ռեսպոնսաբլ հայրենիքը Ռուսաստանը եւ դա մեղադրելու չի Ռուսաստանն է քո հայրենիքը եղբայր գնա Ռուսաստանում քո քաղաքական կորսնություն ծավալի ինչից սկսվեց չէ օրինակ Ռուբեն Ռուբինյանի post-ի տակ այդ ամեն ինչը որ եթե չեմ սխալվում այն արտահայտությունից որ ամենամեծ կապիտալ ունեցող ընտանիքին ով կարող է ազդեցություն ունենալ դե այդ հայտարարությունը արդեն ամեն Վլադիմիր Վլադիմիրովիչ ով ասենք հաստատ կար ազդի դե ազդում է չէ հաստատի էս ամեն ինչով
ու այդ հայտարարությունները դրա մասին խոսում, դե վերջերս տենց ինֆորմացիա հայտնվեց, որ հարսանիք է տեղի ունեցել ադրբեջանցիներին պատկանող ռեստորանում եւ այլն եւ այդպես շարունակ, բայց այդ ամեն ինչը այդ որ պետքա պատերազմ լինի, գրավեն Հայաստանը եւ այլն, այդ թեման շարունակելով դնենք մեր այդպես ասած օրթոդոքսալ ընդդիմությանը մի քիչ էլ հիշենք, իրանք էլ չնեղանան, որովհետեւ անտեսել չէ, մի հատ ես Նարեկ Կարապետյանի եզրափակի մի բան էլ կա, հա, ասում է, տես նորից մտել այդ խոսույթի մեջ, էլի, չենք լինելու չոքած, խաղաղության հասնելու ենք հավասարի դիրքերից։ Ու գիտես որն է, որ օգոստոսի 8-ը ստորագրվել էր, այդ ընթացքում քաղաքական ուժերը փորձեցին դիրքավորվել, չէ՞ այս կամ այն կերպ, որ մեկ հիմնական մեծամասնությունը ասացին, որ սա իրական խաղաղություն չի, որ մենք կգանք կվերադառնանք նոյեմբերի 9-ին արժանապատիվ։ Հա, այն մյուս մասն էլ մի հատվածներ եկավ, ասեց, որ բան կանենք։ Ավելի կհամագործակցենք, այս օգոստոսի 8-ը հնարավոր չի չեղարկել, բայց կփոխենք մի քիչ կվերաբանակցենք, բաներ կավելացնենք։ Հա, բաներ կավելացնենք, այն Զուրաբյանենք ասում են 3+ BRICS, դրան էլ եմ ուզում անդրադառնալ, կհասնենք։ Ուզում ասեմ, ամեն մեկը փորձեցին ինչ-որ կերպ դիրքավորվել օգոստոսի 8-ի եւ խաղաղության նախաստորագրված համաձայնագրի նկատմամբ։ Մեր ձևիստները եւ Նարեկ Կարապետյանը ինչ արեցին այդ ընթացքում իրենք երբ որ Կարփիս Փաշոյանի մոտ ինքը գնացել էր հարցազրույցի, ասեց որ մեր մասնագետները պետք է ուսումնասիրեն եւ հասկանան թե իրականում սա հա ինչ գնահատական տա, որովհետեւ փաստաթղթը պետք է ուսումնասիրվի, ընդհանրապես մեկ էջանոց փաստաթղթ էր, բայց ինքը խուսափեց օգոստոսի 8-ին գնահատական տալ, դիրքորոշում հայտնել։ Հիմա արդեն մտան այս նույն դիսկուսի մեջ, որ դիսկուսը որ հիմնականում տարում է մեր խորհրդանական դիմությունը իրենց արբանյակ կուսակցությունները եւ այլն, այսինքն չոքած չենք լինելու, կգանք բանակցենք, այ բանը Սամվել Կարապետյանը ուժեղ բանակցող է, թե Սամվել Կարապետյանը ուժեղ բանակցող լինել ինչ կապ ունի, ինքը վարչապետ չի կարա լինի։ Ինչ կա, ասենք դուք ինչ եք խոսում։ Դե իրանք արդեն էլ չեն էլ բացառում իրանք Իվանաշվիլին։ Կամ մի րոպե հավասարի դիրքից ոնց եք։ Դու հավասարի դիրքից կարաս բանակցես, երբ որ պետություններ ունեն հավասար ռեսուրսներ, պետք է անկեղծ ինչն է մեր ասած այսքան ժամանակ, որ այս մարդիկ մեր հասարակության հետ անկեղծ չեն, ստախուս են, սուտ են խոսում, անդադ խափում են։ Հավասարի դիրքից դու չես կարող բանակցել, ով ուզում ես լինի, ուզում ես Սամվել Կարապետյանը լինի, ուզում է Լևոն Զուրաբյանը լինի, ուզում է Նիկոլ Փաշինյանը լինի, ով ուզում է լինի, հավասարի դիրքից կարող ես բանակցել այն ժամանակ, երբ որ դու ունես հավասար ռեսուրսներ։ Իրողությունը թույլ է տալիս քեզ այդ ամեն ինչը անել։ Պետությունը պետք է ունենա, ոչ թե Սամվել Կարապետյանի ընտանիքի ֆինանսները չեն բանակցելու Ալիևի հետ։ Բայց իրանք չեն խափում այդ մարդկանց, իրանք որովհետև ցանկացած պահին ոնց որ ասում են Չիմադան վокзал էլի վերցրեցին գնացին այստեղ պահող բան մեծացած։ Իրենք այստեղ խոպանչի են։ Հա, եկել են։ Ոնց է Կարեն Կարապետյանը, այն մյուս ոչ թե Սամվել Կարապետյանի եղբայրը, այլ այն Գազպրոմի Կարեն Կարապետյանը ոնց էր։ Բերեցին, ասին պետք է այնտեղից ճամփեցին, եկավ, այստեղ ինչ-որ բան ճոգից, որ չի ստացվում, այնտեղից հետ կանչեցին, ելավ գնաց։ Եկավ քաղաքապետ եղավ, մի քանի ամիս աշխատեց քաղաքապետ, ասեցին, վсё չի ստացվում, հելավ նորից վեշեր հավաքեց գնաց, այս մարդը բան այն որ ռեբրենդինգ բանով, ռեմոտ ռեբրենդինգ։ Հա, էլի տենց ինչ-որ բան է, պայմանագրային հիմունքներով աշխատող, վարձու աշխատող է, ուղարկում են, ասում են, դու ստեղ 6 ամիս պետք է գնա այնտեղ աշխատի հետ արի։ Նույնը սրանք են։ Հիմա վաղը չստացվեց, անդերից ադբոյն ասում են ադբոյն անելու հետ գնան։ Վաղը չստացվեց, արդեն չստացվեց։ Դե հիմա իրանք հույս ունեն որ ստացվելու է։ Այդ IVL-ով այդ արհեստական շնչառության ապարատով իրանք Հա, հələ տենց եկում են, մտածում են որ հեսա բան կարտանակ, հեսա կարտանակ։ Դե իրանք հենց դա հավասարվում են այդ մեր ունեցած ավանդական ընդդիմությանը, այդպես ասած։ Հա, լրիվ այդ նույն դիսկուսը, նույն թեզերը, դե նույն ձևի ֆիասկո արժանացավ նաև այդ Մայր Հայաստան շարժումը, որոնք որ մանդատը դրեց Թևանյանը քաղաքապետ ինչ որ ռոք ոճի մեջ փորձեցին ինչ որ այդպես հիմար տեսան իբր Հայաստան դաշինքի հետ կապ չունենք Քոչյանի հետ կապ չունենք։ Հա, մենք ընդհանրապես կապ չունենք եւ այլն, բայց այդ չէր էլի հարցը, իրանք հայն որ փորձում են ինչ որ sense խուճուճ այդ Գյումրիի հետ կապված այդ ազատ տնտեսական գոտի մենակ ես իրանք Քարոզարշավին հետևելով այդ ազատ տնտեսական գոտի զուտ այդ բառակապակցությունից բացի ուրիշ բան չեմ լսել, ու իրանք փորձեցին տենց տեխնոկրատական բան ներկայացնեն իրանցից, ուժ ներկայացնեն իրանցից, բայց դու բազմիցս բանավիճել ես իրանց հետ հանրայինի եթերում ու տեսել ես իրանք բանավիճել, ինչ բանավիճել, իրանք կառուցողականության հետ կապված ընդհանրապես աղերս ունեն, գալիս են իրանց բանով նոր քաղաքական ուժ էին ուզում ստեղծեին, ինչ որ գազարագույնն է մցրել էին, որ փորձեին ասոցացվեին։ Մահակ չեն կարծես։ Հա, այտենց մայր մահակ։
Դուբին կեքի միությունը էլի մահակ չեն իրենք իբր ուզում են նայ դաժե դեղի մեր օրակարգով մեր չագուճ ասվածին իրանք ուզում էին հակադրեին մահակ ինչ որ հասկանում ես անընդհատ մեր օրակարգի հետևից էս կպած ուզում են կան չեն կարողանում չեն հասնում չեն էլ հասնելու բայց ընտրությունից առաջ Նիկոլը վարկանիշ չունի այո տապալված քեպեն վեշ տապալված է ժողովուրդ ջան արդեն մարդը իր եվրոպական երկրում բան ապաստան իշխան Սարաթելյանն էր սիրում ասել չէ քեպեն իշխանություն չունի Նիկոլը այլևս իշխանություն չունի ժողովուրդ վերջ պայքարում ենք ծայրից ծայր պարալիզացված է այո ինքը լավ շատ նեգատիվացրեցինք բայց չենք կարելի չէ բայց արցնագրենք որ ձևիստները բան են արդեն էլի փորձեցին տենց ինչ որ կան ինչ որ նոր բան բայց հələ ընտրություններին հələ կուսակցություն չստեղծած հələ ընտրությունների 6 ամիսը հələ կա ընտրություն բայց արդեն իրանք չդիմացան այդ բանին այդ իրանք երեսը պատրեցին մտան այդ բանը դավաճան կզած անարժանապատիվ իրական խաղաղություն չգիտես ինչ այսինքն մտան այդ նույն դիսկուսի մեջ որ 5 տարի տապալվել է խորհրդանում 21 թվականին է տապալվել 26-ին է տապալվելու հիշացնում ինձ մի հատ հաղորդում կար բիտվա էքստրասենսով տեսել ես որ տենց գժեր էին հավաքում գժեր էին տենց էքստրասենսների տեղ էին իրանց դնում որ տենց գալիս ինչ որ բանի մեջ բեռնախցիկի մեջ դիակ էին գտնում բան դե չէին գտնում ասում են բանոց չգտակ ասում են դե իր ուժը ինձ խանգարեց երկու մի խոսքով տենց էքստրասենս իրար հետ տենց մի խոսքով տենց մի հատ հաղորդում էր ու հիմա իրանց մոդելա տենց որովհետև դու կհիշես այս տարին որ սկսենք ամփոփել ամեն տարի իրանք ինչ որ հեսա պատերազմա սկսելու են Իրանա-իսրայելյան բախման ժամանակ ԱՄՆ Իրան հակամարտություն այդ սրացման ընթացքում ամեն անգամ Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը եւ մնացած, չգիտեմ, Գառնիկ Դանիելյանը, Գեղամ Մանուկյանը խոսքով բոլորը գալիս էին լուրջ դեմքով ասում էին նստել եք ինչ որ չգիտեմ շների մասին օրենք եք ընդունում այմա պատերազմ օրենք մի ընդունեք բյուջե մի հավաքեք ընդհանրապես բիզնես մի արեք պատերազմը սկսվում այնքան էին ասել այս պատերազմը սկսվում դուք ուրախանում քեֆ եք այս դուք պատերազմը սկսվում ռեստորաններին եք հայաստանում այս պատերազմը սկսվում դուք չգիտեմ աղի մասին օրենք եք դե հենց այդ է էլի անհաջող էքստրասենսերի միությունա որտեվ ասում էին Հիմա թողել որ դուք բենզին բերեք կամ բան բերեք մեր կուսակից մեր Եվիմ ընկեր Արամայիսներ Գրիգորյան ասում է բանը անհնար է խաղաղությունից եկան հասան մինչև այսինքն խաղաղություն մենք եք բերեինք այդ բանը չի արձանագրել իհարկե իրանք ասում էին անհնար է խաղաղություն Ադրբեջանի հետ հիմա եկան ասան հա այտենց Արցախը որտեղ մենք եք բերեինք այդ ինչ խաղաղություն եք բերել որ քանի կար անհնար էր արի ամփոփենք բայց հա այս բանով էլ ամփոփելով հիմա ինչ էին ասում որ կանք այդ տարվա ամփոփմանը ինչ էին ասում սկզբից ասում էին խաղաղություն անհնար է հիմա հետո ասում էին նոյեմբերի 9-ը ավելի լավն էր քան թրիպը քան օգոստոսի 8-ը բայց Լևոն Զուրաբյանը իրանց բանը ո՞րն է տենց առաջարկը մեր ժողովրդին որ չէ բայց ո՞րն է իրանց առաջարկը Trip plus BRICS ու գիտես ինչ ասում նայ իրանք ասում են որ Նիկոլն ամեն ինչ ավիրել է պետականության կործանման վտանգի առաջ ենք կանգնած եթե Նիկոլը վերընտրվեց ապա պետականությունը կորցնելու ռեալ վտանգը դառնալու է իրական հիմա նայ այդ պետականություն կորցնողը որ ասում եք Trip-նա այդ trip-ը որ ասում եք Trip plus BRICS այդ պետականության կործանման համատեքստում է trip-ը ստեղծվել հիմա դուք ուզում եք իրանց ստեղծածի վրա ինչ որ plus BRICS անեք բայց trip-ը որտեղից որ դուք է plus BRICS եք անում այդ մենք ենք ստեղծում այդ trip-ը չէ եւ երկրորդ մասը ինչ BRICS ասենք կանգնեք մարդկանց ազնիվ աչքերին մեջ նայեք ասեք Ռուսաստան Ռուսաստանից ուզում են Ռուսաստան բառը քողարկեն էլ BRICS էլ հապ ինչ ան այն ժամանակ ասում էին բոլշևիկները չէ հարցակվեցին բոլշևիկ Ռուսաստանի բառը չասում Ռուսաստան բառը քողարկելու համար ասում են Trip plus BRICS Ei BRICS-ը ոնց կա ասենք Ռուսաստանի խես բերում մտցնում ասենք դու Ռուսաստանի շահերի սպասարկուն ես թե Հայաստանի ես կարելի է մի հատ sense բան հիշել նաև այդ ամեն ինչ այդ գեոպոլիտիկ մտքերը Լևոն Զուրաբյանի դնենք մի կողմ մասնակցելու են ընտրությունների Լևոն Զուրաբյանն է լինելու վերջապես մուրազը կատարվեց Լևոն Զուրաբյանն ինքն է լինելու տեխնացուն մի հատ արտահայտություն եւ ինքն է 0.5% հավաքելու այս անգամ
Կարծում ես 0.5 ես դե գոնե 0.5 չհավաքին չեմ հավատում 0.5 ավելի քիչ եմ ես հավատում պատկաստում բայց մի հատ sense բան մի քիչ մեծամտական հնչում կներես որ նորից ընդհատեցի հիշի բայց բան է էլի նես տպավորություն չստացվի որ մենք ինչքան ուզենք այդքան խփենք բանենք էլի մոտիվներով չէ բայց ակնհայտ է չէ որ այդ մարդիկ ոչ մի բան չեն Լևոն Զուրաբյանը այտենց մի հատ արտահայտություններ արել որ Նիկոլ Փաշինյանը մեր հանրավակների DJ-ն է եղել ես հա այտենց մի հատ արտահայտություն արել հենց այդ է հարցը ես այդ արտահայտությունը որ արեց ես ուզեցի առանց YouTube-ի օգնության հիշեմ Լևոն Զուրաբյանի ինչ որ դարակազմիկ ելույթ կամ ինչ որ բան առհասարակ չկարողացա հիշել եւ հիշեցի մի հատ ինչ որ դրվագ որ ինքը հանրապետական պատգամավորի հետ ինչ-որ բանի մեջ էր, լեզվակռվի մեջ էր մտե, որ ասել էր հանրապետական պատգամավորը իրան ասել էր Լյովիկ, ինքն դեից ասել էր Լյովիկը բաբոտ է, ես անկեղծ եմ ասում, ես հետևել եմ կոնգրեսի գործունեությանը, կյանքիս ինչ-որ փուլում ու իր միակ ելույթը, եթե Նիկոլ Փաշինյանը DJ էր, այդ դեպքում Լևոն Զուրաբյանը ենթադրաբար այդ DJ-սկի պուլտը տանող բերողն է։ DJ-ը բան ա եղել, չէ, ասենք DJ-ը երաժշտություն տնողը լինի։ Բայց կնա եկել ասենք չէ, մի հատ եթե հիշենք 2008 թվականին այդ եթե հաշվենք որ կոնգրես դեն ժամանակ չկար, բայց այդ հավաքույթի այդպես ասած գագաթնակետը եղել է 2008 թվականը ու որ ելույթը որ հանրավակը բացես Նիկոլ Փաշինյանը եթե դու ընդեղ լինեիր բոլորը սպասում էին երբ են ելույթ ունենալու Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը բոլորը այն մյուսների խոսքի ընթացքում են որ մարդիկ իրար հետ կողքի հետ զրուցում էին քննարկում էին բան չէին լսում սկի բայց այդ երկուսի ելույթների ժամանակ պուբլիկան ուղղակի քարանում էր ու սպասում են լսում էին միջև վերջ ու ել չեմ ասում որ եթե Լևոնինը տենց ինչ որ ակադեմիական տենց բան ծանր ինչ որ բաներ էր որ մարդիկ այո լսում էին սովորում էին ինչ որ բան Նիկոլ Փաշինյանի ելույթների ժամանակ ոչ միայն ինչ որ բան, այլ նաև ինքը այդ էներգետիկան էր տալիս, այդ ամբողջ էներգետիկայի հովանավորը Նիկոլ Փաշինյանն է եղել։ Եթե չլիներ այդ լոկ հանրահավաքներ էին լինելու։ Հա, ու այդ ամեն ինչը տենց ու այդ էներգետիկան էր առաջ տանում մարդկանց, այդ էներգետիկան ինքն միայն ու միայն ինքն էր փոխանցում։ Ասենք ես Լևոն Զուրաբյանի որևէ ելույթ չեմ հիշում որ նույն կամ եթե ունեցել է այնքան տախտուկ այնքան ինքը անսպասել այնքան սպասված խոճապի մեջ է հա ռեժիմը խոճապի մեջ է այդ խոճապը ումով էր պայմանավորված չգիտեմ բայց Իրանից են խոճապի մեջ մենք էլ ենք հիմա խոճապի մեջ շատ խոճապի մեջ խոճապահար Իրան ենք անդրադառնում բայց արի չանդրադառնանք այլևս եւ անցնենք տարվա ամփոփմանը բայց դե տարին տենց ինչ սպասումներով էինք ու ինչ ունենք սպասում էինք քո ասած պատերազմներ սպասում էինք ԱՄՆ Իրան պատերազմ ինչ որ մի ընթացք եկա որ նաև պատերազմի այդպես ասած սլակները ոչ թե ուղում էին դեպի Ադրբեջանը այլ պահ կար ես հիշում եմ որ մի հատ շուտ մարդկանց խումբ կար որոնք որ պատկերացնում են որ Պարսկաստանն է մեր վրա հարձակվելու որովհետև մենք կարողա այդ ինչ որ բանով Եվրոմիության հետ համագործակցության շրջանակներում ասում էին բան է եթե մենք չբանանենք պաշտպանենք Սյունիքը Իրանը կմտնի կվերցնի Սյունիքը Իրանը կպաշտպանի որովհետև իր համար դա կարմիր գիծ է իր համար կարևոր չի բան եթե տենա որ Հայաստանը բան չի անելու չի պաշտպանելու իր կարմիր գծերը Իրանը կմտնի զորք տեղակայի բաններ որ Իրանը տեղակայող իր զորքերը թող տեղակայի դե տենց սկսեցինք տեղի ունեցավ դա քո ցավոտ թեմաներից է երևի Գյումրի մարդկանց ստելու մարաֆոնը որտեղ որ բոլորը իրանց պարտքներին համարում իրար վրա գցելու Վարդան Ղուկասյանին որպես գործոն որ չէ Վարդան Ղուկասյանին կպնաբերել որ իրանք Վարդան Ղուկասյանին սակել էին բոբո որ իբր միայն եւ միայն մենք կարողանանք Վարդան Ղուկասյանին չեզոքացնել եւ այնպես անել որ ինքը չդառնա քաղաքապետ Վարդան Ղուկասյանով ասում էր Մարտուն Գրիգորյանը ուզում է քփեն քաղաքը տանի վերջը իրանք տարան քաղաքը ինչպես ասում էր եւ թողեցին անտեր քաղաքը սիրելի ռաբիզի արքա այդպես ասած թաթան տեսար ինչ եղավ հա մարդը դե բայց արցնագրեցինք որ իրենք ցանկանում էին այդ Գյումրիի սցենարով մնացած ընտրությունները հաղթել, Էջմիածնում փորձեցին նույն սցենարը կիրառել, տապալվեցին, ջախջախվեցին եւ
ինչն է բան, որ մարդիկ տեսան Գյումրիի սցենարը, հասկացան ինչա կատարվում, ու այն բանը, որ ընդդիմությունը բարձրաձայն այդ մասին խոսում էր, որ այ Գյումրիի սցենար պետք է անել, Գյումրիի սցենարով պետք է գնալ, Գյումրիի սցենարով պետք է գնալ, մարդիկ այդ որ տեսել է Գյումրիի սցենարը, իսկ Հայաստանի ողջ բնակչությունը տեսել է, արդեն գիտեն, որ այդ սցենարով է լինելու ու գիտեն, որ այդ այդ սիամական երկվորյակներ Ռոբերտն ու Սերժը լավագույնը ինչ կարող են ծնել, դա Վարդան Ղուկասյանն է, ու մյուս տեղերում էլ իրենք հնարավոր ամենագեշ ծնունդն են լույս աշխարհ բերելու, այնպես որ մարդիկ գիտեն, որ դա այդ արդյունքը լինելու, այդ հնարավոր չի կրկնել։ Դե ֆալս ստարտ։ Հիմա 26 թվականին են ուզում, կամ չգիտեմ, քննարկում են, որ Գյումրիի սցենարով գնան, բայց հիմա չգիտեմ, Էջմիածնից հետո ոնց որ փոխվել են։ Ֆալս ստարտ եղան իրանք այդ առումով ու կարծում եմ գոնե ինչ որ դասեր քաղել են, չնայած հաշվի առնելով, որ հիմա բոլորը էլի հավասարվում են նույն բանին, նույն ապսեի մեջ են իրար տեղավորում, որ սաղս արդեն վերածվեցինք դաշնակցության ինչ որ բանի։ Հա, սա նույն բանն ինչ են պատկերացնում ժողովուրդը, որ ես ճիշտ կլինի կոնսոլիդանան դաշնակցության շուրջ, որովհետև դաշնակցությունը գոնե առաջիններից ա եղել է չի երգում տխմար գաղափարների կարող է երգում, չի ասում մենք թուրք տաբաճան բաման, հա թող միավորվեն դրոշ վարելով գնան ընտրությունների։ Դե ոնց ռաբիս սիրող կա, ծանր ռոք սիրող կա, ինչ որ ռեփ սիրող կա, դաշնակցություն սիրող կա, ընդհանուր իրար։ Հա, հասկանալ է, բոլորը լցվեն իրար վրա մի 20% հավաք։ Եղավ էլի մեծ հաշվով, որտեվ քանի տոկոս են, 27% էր Հայաստան դաշինքը հավաք է, այնց 3-ում մի քիչ պատիվ ունեմ ներ հավաք։ Դե բայց ակնհայտ է, որ 27%-ի մեջ այնպիսի մարդիկ կային, որ իրոք ծանր հոգեբանական վիճակում էին պատերազմից հետո, իրոք հիասթափված էին, իրոք աղետի էին սպասում, նոր աղետների էին սպասում, որը հերու չէր եւ ռեալ էր այդ նոր աղետները, եւ այդ բերումով ուզում էին իշխանություն փոխեն եւ ուշ տեսան Ռոբերտ Քոչարյանի մեջ, ասեցին միգուցե թեկուզ ով է ինչացու է, բայց միգուցե ավելի լավ լինի, գնացին ընտրեցին Ռոբերտ Քոչարյանին, բայց այս տարիները այդ մարդկանց եւս ցույց տվեց, որ սխալ ընտրություններ Ռոբերտ Քոչարյանի ընտրությունները ցույց տվեց, որ իրենք սխալվել են իրենց ընտրության մեջ ու ես վստահ եմ, որ 27% այնքան է, որ ասում էր քոկի մաշենք, չէ՞, ինչ քոկը մաշեցնենք։ Ինքը մաշվել է ու ակնհայտ է, որ հիմա այդ 27%-ի սկի կեսը չունի։ Բայց մի հատ sense ուրիշ։ Ու այդ մյուս կեսը օրինակ լավագույն օրինակը նույնիսկ ինձ դաշինքի մեջ, չէ, Գեգամ Նազարյանը։ Այդ էմոցիաների տակ մարդ էր որդի կորցրած, որը մտածում էր, որ նորանոր աղետներ են սպասվում Հայաստանին եւ փրկությունը կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը, չայրած փոքրագույն որպես գնաց ներգրավեց, ընտրեց եւ հիմա հասկացել է, որ դաշինքել չկա մեծ հաշվով, է։ Հա, ու հիմա այդ մարդը հասկացել է, իր նման լիքը ընտրողներ հասկացել են, որ թե ինչ բան է խաղաղությունը, որ հնարավոր էր իրականում խաղաղություն, որ Նիկոլ Փաշինյանն ու քաղաքացիական պայմանագիր ասում էին խաղաղություն օրակարգ, դա մարդկանց քիմքին հաճո բան չէին ասում։ Դա ռեալ ճանապարհ էր, որ իրանք մատնանշել էին, որ վերջնանպատակ էին դրել ու այդ ծանր ճանապարհով անցան ու հասան։ Դե ծանր ճանապարհը մեղմ է, ասած, դա որ անհնար ճանապարհ էր, որովհետև առաջին անգամ երբ չէ, այդ trigger-ը միացավ։ Ոնց որ վարչապետը ասեց, որ մեր գործընկերները ասում են նշաձողը իջացրեք, մենք ձեզ աջակցենք կամ sense ինչ-որ մի ելույթ էր ու ինչ սկսվեց, չէ՞ որ հեսա, վсё գնաց, բանեց, բայց այդ մարդը ասում էր ինչա մեր գլխի գալիքը։ Բայց ո՞նց եկանք մենք խաղաղության օրակարգին, ոնց որ վարչապետն ասում, սնուցող մայրերը մեզ հուշեցին այդ օրակարգը։ Հերիքա այդ ամեն ինչը։ Ինձ չի որ մենք փորձեցինք ինչ որ տենց նայինքը ոնա լավ աշխատող մեթոդ ընտրությունների համար, չէ մենք ռեալ հասկացանք թե ո՞րն է Հայաստանի ճանապարհը։ Դե բացի դրանից, որը չի տանի բերի նոր աղետների։ Անկեղծություններ, էլի որ գործող այդ որ ասում էր դուք ժողովրդի հետևը գնում եք, քննարկում եք, սպասում եք, հետո գալիս եք, անում եք այդ ամեն ինչը բաս ուր են այդ 3 միլիոն վարչապետերը եւ այլն, այդ 3 միլիոն վարչապետերը կան, այդ 3 միլիոն վարչապետերի խորհրդով իրանց այդ կիսաձայն շշուկները լսելով մենք օրակարգ ձևավորեցինք։ Իհարկե։ Ու այդ ամեն ինչը գնահատում են, ես վստահ եմ, որ այդ ամեն ինչը գնահատում է մեր բնակչությունը, մեր հայրենակիցները ու ոնց 21 թվականին պատասխանեց այդ ուժերը չեմ ուզում իրանց ասեմ, որտեղ իրանց ինչ ուժ իրանց այ բայց մի հատ ուժ ասեցի, մի հատ ուրիշ բան հիշեցի, հեսա կանդրադառնանք դրան ոնց 21 թվականին պատասխան իրանք ստացան
նույն ձև 26-ին ավելի ծանր պատասխան են ստանալու, որովհետև ոնց որ իրավիճակը փոխվել, բայց մի հատ նոր ուժ կա, լսել ես, նոր ուժի մասին։ Հայկ Մավությանի։ Ոնց որ ես գիտես ինչն է իմ համար, բան, այդ որ դու ասես խոպանչի են, եկել են բան։ Ինքը խոպանչի չի, ինքը խոպանչի Pro Max է, որովհետև Չէ, մի Pro Max-ը սրանք են։ Ինքը Pro Max չի, ինքը զովակա։ Չէ, գիտես որ նա հարցը որ ինքը հենց դա խոպանչի է այնքանով որ օրինակ հիմա նայ այդ ձևիստները խոպանչի են, բայց այնք եկել են ինչ որ քաղաքական գործունեության իմիտացիա են անում։ Հայկ Մարությանը բայց իմիտացիա չի անում, ինքը գնացել է ներկայացումներ է խաղում, բան անում, լավ անում։ Դա հիմա 6 ամիս կա, կմտնի, ինչ ա եղել։ Դե դու օրինակ որպես պատկերացնենք դու նեյտրալ ընտրող ես։ Մարդ, որը 6 ամիս առաջ եկել է, ասել է պատկերացնի։ Հա չպատկերացրիր, ինչ ված պատկերացում ունես։ Ես օրինակ ես կարամ ինձ մի քիչ պրոյեկտեմ այդ ամեն ինչի վրա, ես կասեի լավ, դե այդ մարդը ինչի հաշվին է ինքը ուզում։ Չէ, բայց նայ հիմա որ ես նկատեցի, որ մենք քննադատում ենք, որ հաշվում ենք Հայկ Մավությանի ունեցվածքը, բայց չէ, մենք ոչ թե ունեցվածքն ենք հաշվում, եւ ասում ենք այսքան ունեցվածք ունի Չեխիայում, որովհետեւ մարդը հա ոչ թալանանա երկիրը ամենայն դեպս ոչ էլ բան լավ արել ունի։ Հարցը քաղաքական է, հարցը այն է, որ այդ մարդը, այդ ունեցվածքը ամբողջովին, այո, ինքը ինչ էլ որ ուներ Հայաստանում, ծախել ամբողջ իր ունեցվածքը տեղափոխել է Չեխիա, իր երեխաները Չեխիայի քաղաքացիներ են, ինքը ընդհանրապես իր ապագան ըստ էության իր գործողություններով չի կապում Հայաստանի հետ, ինքը այսինքն եթե Հայաստանում մի հատ աղետ լինի հերուտնից տեղից, ինքը տենց իր հայրենիքը ունի, հայրենիքը գնա։ Բայց մեր բոլորի, մեր քպականի ծայրահեղ մեծամասնությանը, չգիտեմ օրինակ ուրիշ մարդ կա, որ դրսում բան ունի, կամ քաղաքացիություն, կամ չգիտեմ ունեցվածք եւ այլն, կամ ստեղ չուն, հա, այդ եմ ասում, բայց ոչ ստեղ չունենա այնտեղ ամբողջովին դրսում։ Մեկ ձեռքի մարդու վրա կարելի է հաշվել, եթե նույնիսկ կա։ Բայց մեր քաղաքական թիմի ոչ ապագան ողջ այս պլանները Հայաստանի հետ են կապվում։ Կուսակցականը չի կարա երկքաղաքացի լինի իմանալով նույնիսկ։ Եթե չեմ սխալվում։ Ոչ չի կարա։ Կարա։ Իսկ Հայկ Մարությանը կուսակցություն է ստեղծել Չեխիայի քաղաքացի չի նաև։ Թե չէ։ Լավ, հիմա չխորանանք դրա մեջ, բայց ակնհայտ է որ մեր կուսակցության, մեր Նիկոլ Փաշինյանից սկսած, մեր վարչության ողջ անդամներով, մեր վերահսկողի անդամներով, մեր կուսակցական դերակատարություն ունեցող մարդկանց մեծամասնություն բոլորի Հայաստանի բոլորի նպատակները, պլանները Հայաստանի հետ են կապված, որովհետև իրենց ունեցվածքն է ստեղ, իրենց երեխաներն են ստեղ, իրենց քաղաքացիությունն է Հայաստանի։ Դե դա գնահատում են իհարկե մեր քաղաքացիները կարող։ Եթե աղետ եղավ Հայաստանում, մենք մնալու ենք այդ աղետի տակ։ Իսկ Հայկ Մավությանի նմանները թողնելու են նայեն, որ մոտակա սամալյոտը ուր է տանում, նստելու են դեղից պերեսատկով գնան Չեխիա, մնացածը այն Ռուսաստան։ Չէ, դե պերեսատկով Չեխիա չեն կա գնան, իրանց առաջին destination-ը ոնց որ ուրիշ տեղ է գնում մի հատ։ Թե հիմա ուր որ գնան։ Իմիջայլոց բան է, չէ, գնացել նաև Ռուսաստան բան ունենք մի հատ։ Լոկալ խոպանչի ունենք որ գնացել է Ռուսաստան, տեսել ես։ Ով։ Էդմոն Մարուկյանը։ Հա, չէ։ Հա, Կարպիս Փաշյանը հետ գնացել են Ռուսաստան, իրանք իհարկե սամաիրոնիայով ներկայացնում են որ գնացինք ինչ որ կոնսուլտացիաների բաների, բայց փաստ որ yani մենք չգիտեինք ինչի համար ենք գնացել։ Չէ, բայց ինչի համար ենք գնացել։ Չգիտեմ, ես ուտ տենց նկար եմ տեսել, կիսակատակային որ գնացել ենք ինչ որ բանի, այտենց մետադիչկա ստանանք, թե sense ինչ որ բան բոցի էին տվել, բայց ինչ որ դժվար գնացած լինեին Ռուսաստան, ինչ անեին, ուրիշ ինչ կարելի է Ռուսաստանում առասարական էլ բացի քաղաքական խորհրդատվություններից այս պահի դրությամբ։ Էլ ինչ եղավ ամառը եղավ սրբազան շարժման։ Էդ էս տարի էր։ Այո, չէ, սրբազան շարժման իրական դիմակի պատրում այսպես ասած, այդ Գառնուկով իմ ադաշից ամեղ կարը տարավ բանի պոտենցիալ տերորիստ։ Այո, բանի Ալ-Քայդայի հայկական բանի յաչեիկայի ներկայացուցիչը դարավ։ Դե իհարկե շատ մարդկանց համար նաև ովքեր որ մեզ չեն սատարում որպես քաղաքական ուժ, բայց ոնց որ adekvat պարտիկ են դա տեսնելով իրանք ուղղակի ես գիտեմ իմ շփումներից որ ինք շոկի մեջ էին ասում էին ոնց ինը տերը ոնց կարան հա բայց իրանք մա շարունակում են բան ինչ խղճի բանտարկյալներ ինչ կավե տխմաներին բեր տխմարություններին ասում տխմարություններին չանադառնանք արի եւ մեր արտաքին քաղաքական ձեռքբերումները
մատնանշենք, այն որ մենք տարվա սկզբից մտածում էինք, որ Թրամփը կա իշխանության ինչ ենք անելու։ Ճիշտ է։ Հիշում ես, որ բայ Թրամփը եկավ, ռազմավարական համագործակցության փաստաթղթով ստորագրում Բայդենի ժամանակ հեսա գնացող սրանց խելքին նայ, գնացող ադմինիստրացիայի հետ բան են ստորագրում, հույս են տրել։ Հեսա Թրամփը գալու է այնի բանը, մեկ ուսասման քաղաքականության կողմնակից է, հեսա գալու է, ասախ տարածաշրջանից դուրս է գալու, ու դուք մնալ ու Ռուսաստանը հետա կանչելու ասի կամ Չինաստանը կանչելու ասի նետում է դեիք պայմանագիր ստորագրում բանը, բայց եկեք ասեմ, բան։ Վախտն է։ Ու բանն է, կհիշես, որ ասում էին հունվարի 20-ն է միջև իրանց բանը 20-ին բանը լինի, այդ երթնակալությունը լինի, վсё։ Հիմա գիտես ինչ են ասում, հիմա ասում են բան այս Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը որ ստորագրել 3 տարի մնաց, հեսա Թրամփը գնաց, թազա ադմինիստրացիան եկավ, տենանք Դե իրանք ամենա քաղաքականությունը չափում են իրանց բանով, իրանց պատկերացումներով ու իրանց դնում են որ իրանց պատկերացումները են որ խոսքի ասեն ես եմ արգելել ժամանակին օգտագործել դոդի գագո եզրույթը ու իրանք կորեն քաղաքականությունից կամ հետո մեկը ընդեղից բանը մեկը ասի բանը adboy Всё, всем назад բան ու տենց ելնեն նորից հետ գնան բան այդ իրանց ձևերով հետ գնան Ռուսաստան, հա։ Ու իրանք մտածում են որ Ամերիկայում էլ է տենց էլ, տենց ինչ որ մեկը adboy է տալիս ու всё։ Դե իրանց պատկերացումները այս տարվա ընթացքում այնքան են բան եղել արդեն ասած եթե կհիշես երբ էր չեմ հիշում այդ պատերազմա լինելուից մինչև 3+ BRICS այդ իրանց բոլորի տենց բան ես Սյունիքը հանձնելու են Այն բանի ժամանակ բանն էր, եթե չեմ սխալվում, այդ դեմարկացիայի եւ դելիմիտարիզացիայի փաստաթուղթը, որ Ադրբեջանը իր կառավարությունը թե իրանց մեջլիսը հաստատեց, իրանք ասում էին, դե դուք ստե հաստատում եք, հələ սպասեք, տեսեք, իրանք հաստատելու են թե չէ։ 15-րդ հաստատեցին։ Անընդհատ այնց բան են անում, նոր բաներ են հորինում, ամեն անգամ իրանք նոր խրամատն են փորում քաղաքական, նոր խրամատն են, նահանջում խրամատ են։ Արդեն հասել են բան, երևի այդ թիկունքային ստորաբաժանումները եշանում են։ Ասում անեկդոտ է, որ ասում եմ մամ ջան, շղ լավ է, այս տեմպերով որ գնաց, երկու շաբաթից տուն է կլնեմ։ Հիմա իրանցն է։ Երկու շաբաթից հասնելու են դաշնակցությանը, որովհետև հենա արդեն նորից նույն խոսույթի մեջ են մտել, դավաճային բանը կզած խաղաղություն հավասարի հետ եւ հերթական նույն բառապաշարը։ Դե հա, բայց դե բան ինչ եք դուք բան դե օգտագործում։ Գիտես ինչով եմ ուզում փակենք մեր այսօրվա խոսակցությունը։ Հա։ Գիտես ինչ թեմայով եմ ուզում փակենք, որովհետև 2026-ին խորհրդանական ընտրություններն են։ Մենք երկուսը տեխնացու ենք իդեպ լինելու ցուցակում։ Հա, չգիտենք նա որ տեղերով, բայց էական չի։ Ու մենք լինելու ենք այդ ընտրապայքարի մեջ, եւ այդ ընտրապայքարի մեջ օգտագործելու են նոր տեխնոլոգիաներ, ու եթե նկատեցիր, այս միասնի ընտրությունների ժամանակ այդ տեխնոլոգիաները կիրառվեցին, բայց բանով էլի տենց այն որ շատ ոչ պրոֆեսիոնալ կերպով տենց հիմար վիդեոներ էին գեներացնում Արգիշտի Մեխակյանի մասնակցությամբ, այն որ ակնհայտ fake, որ մարդը տենար կհասկանար որ դա fake է, բայց 2026 թվական դա թիմ ընտրություններ, իսկ 2026 թվականի խորհրդանական ընտրություններին եւ ավելի լուրջ ֆինանսական հնարավորություններ ունեցող ուժեր են մասնակցելու եւ ավելի լրջորեն են զբաղվելու դրանով ու ավելի լուրջ է լինելու դրա դեմ պայքարը։ Պրո պատմիսկ են էլի առնել AI-ների ու սկսելու են կիրառել։ Դե իրականում ինչ սպասենք, ինչ կարա լինի։ AI-ը փոխել է մեր AI-ը փոխել է, բայց այդ AI-ի օգտագործողները չեն հասկանում, որ մեր դե որ նայում ես այդ ամեն ինչը, այդ հիբրիդային պատերազմը, որ հիմա շատ է հիշատակվում, այդ հիբրիդային պատերազմը ընդհանրապես ոչ թե սկսել է 20 թվականից, ոչ թե սկսել է, չգիտեմ, 18 թվականից։ Իմ համար հիբրիդային պատերազմը սկսվել է Էլեկտրիկ Երևանի ժամանակահատվածից, որովհետև եթե կհիշես, որ իրանք գալիս են իրենց լրագրողներով, Էլեկտրիկ Երևանը կոչվում է Էլեկտրոմայդան, թե Արմյանսկի Մայդան, ասենց ինչ-որ բան, հա, մայդանացնում էին Հայաստանում ցանկացած ընդդիմության դրսևորումը եւ այլն, բայց ժողովուրդը արդեն այդ ամեն ինչին կամ սովորել է, կամ իմունիտետ է ձեռք բերել ու ինչքան իրանք ուզում են աշխարհի ամենաթանկարժեք արհեստական բանականությունները վարձեն, deep fake-եր անեն, ինչ անեն, մենք բացակ արդեն կարծում եմ այսինքն հակակայլած քեզ պետք է լինի մեր ավելի շատ կոմունիկացվել մարդկանց հետ։ Դե արդեն այդ ամեն ինչը արվում է, ոդկասթների տեսքով,
մեր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, համայնքապետերը, մարզպետերը, Արեն Մկրտչյանի պիոներությամբ, այդպես ասած, առաջամարտիկն է պարոն Մկրտչյանը, ու այդ ամեն ինչը գնահատվում է ժողովրդի կողմից, ու այն ժամանակ եթե որոշակի пассивություն կար քաղաքական գործիչների կողմից, որ ոչ թե որ իրանք էին դա չէին ուզում անեին, այլ թվում էր թե ժողովուրդը դրա կարիքը չունի, որտեղ առանց այդ գեր քաղաքական հասարակության մեջ չես կարում այդ հանգիստ լինես, ինձ թվում է այդ պրինցիպով էր, որ այն ժամանակ այտենց ավելի пассив էր քաղաքական դաշտում մեդիա ակտիվությունը եւ հանրային խոսքը, հիմա բայց այդ ամեն ինչը շատ կա ու այդ իրանց ֆեյքերը, կեղծ նարատիվները եւ մնացած այդ ամեն ինչը ուղղակի մի 20-30 րոպեվա կախված է ժամից։ Եթե այնց ծանրաբեռնված ժամ լինի, որ ոչ մեկ չնկատի դա, կարող է հա մի ժամ ինչ որ ապրի այդ ֆեյքը կամ ապրի այդ ինչ որ կեղծ նարատիվը ու դա ջախջախվում է վարքյանների ընթացքում, եթե հասցնում ես այդ հիվանդության ճիշտ ժամանակին հետազոտությունն է ու կանխելն է առաջին ստադիայում բուժելը մենք որպես կուսակցականներ առաջին ստադիայում բուժելու փորձ ունեցողներ իմ աշխատանքային ոլորտում այո այդ փորձը ունենք այդ ամեն ինչով զբաղվելու ենք տենց միանշանակ կես տարին ամբողջ 26 թվականը իհարկե կիսվելու է երկու մասի մինչև ընտրությունները եւ ընտրություններից հետո այո այս կես տարին հանուն արդարության բոլոր քաղաքականությամբ զբաղվող եւ այս ոլորտի ներկայացուցիչների համար լինելու է շատ ծանր եւ ծանրաբեռնված ավելի շատ տարի, բայց ես սարսափելի լավատեսություն այդ առումով լավատեսությամբ եմ մոտենում 26 թվականին, որտեղ սա փաստացի առաջի տարին է, որտեղ որ մենք փաստացի խաղաղություն ունենք։ Սկզբից մինչև վերջ ամբողջովին խաղաղ տարի է եղել 25-ը եւ 26-ը դա ինստիտուցիոնալիզացնելու տարի է լինելու։ Եթե չեմ սխալվում, արդեն մոտ 2 տարի է, չէ՞, ստացվում, որ մենք սահմանին զոհ չենք ունեցել։ Այո, բայց 24 թվականի ամբողջ տարին չէր կարծես դա այտենց։ Հա, բայց մոտավորապես այտենց եթե մի քանի ամիս առաջ 1 տարի 7 ամիս էր, հեսա մոտավորապես մոտ ամիսներին կլինի արդեն ուղիղ 2 տարին ու այդ 2 տարին պետք է դառնա 20, 200, 2000 եւ խաղաղություն լինի։ Ու այդ խաղաղությունը նաեւ օգնելու է բոլորին առհասարակ, որտեվ մարդկանց ես տենց եմ պատկերացնում, որ մարդկանց մտքում միշտ այդ պատերազմի ուրվականը, այդ պատերազմի շշուկը օթում է, չէ՞, այն որ սպաս մի բան անելուց մտածես բավարար ջուր խմեր ասիր բան պլանավորելուց քո բիզնես պլանավորել կլինի, տուն առնել կլինի, չգիտեմ սիրտդ կախեր այսպես ասած ու այդ խաղաղությունը որ հիմա արդեն պրակտիկ խաղաղություն է, ուտեն դու կարաս այդ շփոթես այդ խաղաղությունը։ Հիմա մենք ունենք զորակոչված մարդիկ, ովքեր ընդհանրապես բանակում կրակոցներ չեն տեսել։ Ես զորամասում էի, նկարանների ենք, նկարաններ էինք անում, ուզում էի մի զինվոր գտնել, որին ավելի շուտ էր զորակոչվել եւ որի ծառայության ընթացքում եղել են կրակոցներ օրինակ սկզբում եւ դրանից հետո ինչ որ X բայից հետո դադարել են, ոչ միայն օգոստոսի 8-ից դրանից առաջ էր, չէ՞։ Ու չկա այդպիսի զինվոր, որ կասեր, որ հա ես որ եկա հələ կրակոցներ կային, ուզում եմ ասեմ հիմա մենք այս հիմա զորացվողների մեջ կարող ես իրանց գտնել։ Չգիտեմ, հա, բայց ուզում եմ ասել, որ հիմա մենք արդեն ունենք մի արդեն զորակոչ, ովքեր սահմանին կրակոցներ, դիվերսիա, բաներ չէ, որ ամանորին նոր տարվա գիշերը կրակոցները պարտադիր էին այդ ժամանակ ուժեղացնում էին ավելի համար մեկ էին տալիս զգոնությունը ավելի հա ավելացնում, հիմա այդպիսի բան չկա։ Դե փառք Աստծո, ու այդ ամեն ինչ պետքա հասնենք այն պահին, որ այլևս հրամատավորված սահմաններ մենք չունենանք եւ սահմանապահները հսկեն եւ բանակը հետ քաշվացնի։ Ոնց որ իրանցում։ Այ դա ուզում ասեի, որ դա տեսնելուց ավելի հաճելի բան չկա։ Ես որպես սահման պահած նախկին զինվոր կարամ ասեմ, որ այդ տարիքում այդ հրամատում հայտնվելը շատ բան է սովորացնում քեզ իհարկե, բայց երազանքը հենց այդ թող բան լինի,
ուղեկալ լինի, զաստավ կոչեցյալը անցակետեր լինեն ու մի խոսքով այդ ամեն ինչ ես ուստաբար կարող եմ ասել որ լինելու է կես տարուց կլինի, 1 տարուց կլինի, երբ կլինի, արդեն այդ ամեն ինչը process-ը սկիզբը է առել եւ միայն ես լավ սպասումներ եմ մոտենում 26 թվականին Ես ոնց որ արդեն ամփոփում եղավ քո խոսքը, ես առաջարկում եմ միանգամից ամփոփես հաշվի առնելով որ դեկտեմբերի 31-ն է եւ նոր տարի ժամեր անց մեր դիտողները ժամեր անց դիմավորել են նոր տարին, այնպես որ առաջարկում եմ փակես։ Այսքանով Թապես դե դու բան չունես ասում։ Ես ընդհանրապես ուզում եմ քո խոսքերը երկրորդելով մեր սիրելի հայրենակիցներին խաղաղություն մաղթել 2026 թվականին թող ձեռքբերումների տարի լինի, թող բոլոր նպատակները իրականացնեն, թող, չգիտեմ, մեր ժողովուրդը արժանի է լավ ապրելուն եւ թող պետությունը դիտարկեն որպես լավ ապրելու գործիք ու ծառայեցնեն դրան եւ երջանիկ ու խաղաղ 2026 թվականը մաղթում էր Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին եւ ինչու ոչ նաեւ բոլոր հայերին աշխարհի որ մասում են որ լինեն եւ աշխարհին խաղաղություն։ Այո, աշխարհին խաղաղություն, որովհետեւ խաղաղության արժեքը գնահատում ես այն ժամանակ, երբ դու դա կորցնում ես ու դա պարտադիր չի խաղաղություն համարենք մենք ռազմական գործողությունները խաղաղ պետք է լինել նաեւ ինքդ քո հետ ես այդ հարմոնիան միշտ փորձում եմ պահեմ ինքսի մեջ, որովհետեւ բարդ է մեկ մասնավորապես այն գործով, որ մենք ենք զբաղվում, խաղաղ լինել ինքդ քո հետ, քո բարեկամների հետ, ընկերների հետ, որովհետեւ չէ մեկը կլի որ հետ համաձայն կլինի, այո։ Դրա համար կարծում եմ առաջնայինը, որ ես միշտ մաղթում եմ, խաղաղությունն ու առողջությունն է։ Խաղաղությունը արդեն գոնե ռազմական առումով ստացել ենք, առողջությունը առողջության ապահովագրման շնորհիվ այս տարի արդեն ես հուսով եմ որ մեր քաղաքացիները ավելի ակտիվորեն ապահովության հետ կապված ավելի ակտիվորեն կհետևեն իրենց առողջությանը ու մենք կհասցնենք այդ կարգավորել այն հիվանդությունները որոնք որ առաջանում են այո բաց թողնված հետազոտության արդյունքում իսկ մնացածը բոլոր ամեն ինչ մեր ձեռքերում է եւ այդ ամեն ինչին մենք կհասնենք բոլորով միահամուռ եւ մենք ցույց ենք տվել որ դա հնարավոր է ինչքան է որ մեր նպատակները բոլորին եւ շատերին բոլորին չէ շատերին թվացել են անիրականանալի մենք ցույց ենք տվել որ անիրականանալի չեն որ դա հնարավոր է եւ եթե 2017 թվականից սկսենք ապացուցվեց որ ելք կա 18 թվականին երջանիկ անհատ հոգատար հանրություն այդ ամեն ինչը հիմա երջանիկ պետություն հիմա դա ստացվում է ապագական կա հիմա ապագի տեղերով փոխվել է իմ համար հիմա արդեն ապագական 18 թվականին պետք է ասեինք որտեվ չգիտեինք թե ինչ է լինելու իհարկե իսկ 21 թվականին արդեն այդ ամեն ինչը ստացվում է ու հետագայում էլ ամեն ինչ ստացվելու է Հայաստանի Հանրապետությունում ու Հայաստանի Հանրապետությունից մաքսիմալ լավ լուրերով է միշտ դուրս գալու եթեր CVKM-ը եւ բոլոր լրատվականները ինչ ոնց էլ մենք իրենց չվերաբերվենք դե շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ շնորհավոր նոր տարի դե մացից բարանենք ֆինալնի կոդան անենք դե կհանդիպենք արդեն 2026-ին նույն ինտենսիվությամբ ինչու ոչ կարող ավելի ինտենսիվ դե 4 շաբթի օրերի մեզ սպասեք ամեն տեղ